Ողջույն, ես Դավիթ եմ, Վահագնի որդին։ Այս եթերում լինելու են հույզեր, մտորումներ, լուրեր, որոնք գուցե անսպասելի լինեն շատերի համար։ Ուղիղ 6 ամիս։ Այսքան փայլեց հայկական տեղեկատվական երկնակամարում Հայաստանի նորագույն պատմության գուցե ամենաամբիցիոզ լրատվական նախագիծը։ Աստղը հանգչում է գոնե թե այն տեսքով, որ տեսքով մեր ավելի քան 120,000 բաժանորդները տարբեր հարթակներում հասցրեցին այն տեսնել, սիրել ու ընկալել։ Վստահ եմ ընկալեցիք մեզ իբրև օբյեկտիվ, բազմակողմանի ու անաչառ լրատվության տրամադրման եզակի հարթակներից մեկը Հայաստանում։ Բամբասանքներ, դավադրություններ, դավադրության տեսություններ, սկանդալներ ու ինտրիգներ։ Չէ, սա մեր աշխատանքային ոճի մասին չէ հայել։ Մեր մասին հյուսվող տարաբնույթ հեքիաթների մասին։ Մեզ սկզբում կապում էին էլ ընդդիմադիրներին, էլ իշխանականներին, էլ այլ մոլորակայիններին ու արտաքին ինչ-որ պատվիրատուների հետ։ Էլ մեր գրպանն էին գցում սրաներա տեղական փողերը, էլ հանում էին այդ տեղական փողերն ու փոխարինում էին ինչ-որ օտար առույթներով։ Մի խոսքով քաղաքական հեքիաթների լավագույն ոճով էր ամեն ինչ առաջ գնում։ Ինչու էր այդպես, կասեք դուք, որովհետև տարիներ շարունակ մենք հետևել ենք կոնկրետ քաղաքական նպատակներով բացվող լրատվամիջոցների աշխատանքին ու հավանական է, որ մեր հասարակությունն էր անգամ կորցրել լույսը, երբևէ իր էկրանին տեսնել լրիվ անկախ ու բացարձակ անկաշկանդ ինչ-որ զանգվածային լրատվության միջոց կամ դրա աշխատանք։ Կարող եմ մեղադրել մարդկանց, կարծում եմ ոչ, մշակույթն է այդպես ձևավորվել, այդպես են ձևավորել։ Իսկ հիմա, երբ այս արդեն զգալի ազդեցություն ձեռք բերած լրատվամիջոցը ամփոփում է իր գործունեությունը իր այս տեսքով ու այլ տեսքով է վերադառնալու եթեր, էլի քննարկում են, ինչ-որ հատուկ հովանավորներ են փնտրում, ինչ-որ թաքնված խաղեր են ցանկանում վերագրել, ինչ-որ անհավատալի կապեր են հյուսում։ Դավադրություններ և նորից դավադրություններ։ Բայց ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել, որ նման նախագծերը կարող են կայանալ բացառապես գաղափարական, անկախ հիմքով։ Կոնսպիրոլոգիայի դարաշրջանում շատերին թվում է, թե մարդկային հարաբերությունները, ազնիվ վերաբերմունքը, համախոհությունը անհավանական են, բայց չէ որ մենք գտնում ենք մեր նմաններին։ Ծախուները ծախուներին, իսկ ազնիվները ազնիվներին։ Որոշները համաձայն են 2 կոպեկով վաճառել իրենց սկզբունքները, եթե դրանք առհասարակ իհարկե կան։ Իսկ մյուսները 2 կոպեկով իհարկե գնել ծախուի սկզբունքները։ Բարեկամներ, այս աշխարհում այլ տեսակ մարդիկ էլ կան։ Այս աշխարհում կան մարդիկ, որոնք նյութից առավել գնահատում են ու արժևորում են գաղափարը, համապետական նպատակը, համազգային շահը։ Պետք չի բոլորին հավասարեցնել իրար ու կարծել, թե ամեն բան հնարավոր է գնել ու վաճառել, քանի որ կան արժեքներ, որոնք անգին են։ Հետևաբար փող արժենալ չեն կարող։ Ու այդ գաղափարի շուրջ էինք մենք գործում։ Մենք այս նախագիծը սկսել ենք հանրապետության հարատևման ու դրանում մեր ուրույն ներդրման գաղափարի շուրջ ու շարունակելու ենք գաղափարով առաջնորդվել։ Հայկական միջազգային լրատվամիջոցի գաղափարը կա։ Միջոցները բավարար են, թե ոչ։ Քանի որ փողը հաշվելի է, իսկ գաղափարը կրկնում եմ անգին։ Մենք անկախության սերունդը այլևս այդ խորհրդային մշակույթի կրողներ չենք։ Մենք ազատ ենք երազելիս ու ազատ ենք գործելիս։ Մենք սահմանափակված չենք ոչ քաղաքական կոնյունկտուրայով, ոչ էլ պարտադրված կարծիքներով կամ ճնշումներով։ Մեզ ուժեղ է դարձում հենց այդ անկախության զգացումն ու դրա հիմքով անկաշկանդ գործունեությունը։ Հիմա պատմելու եմ այն պատմությունը, որով եկանք սրան ու պատասխանելու եմ հարցին, ինչու ենք հեռանում եթերից այս ձևաչափում, բնավ չհեռանալով առհասարակ։ Այս պատմությանս ընթացքում դուք ինքներդ եք հասկանալու, թե որքան անկախ ենք եղել մեր աշխատանքում։ Ինչպես ամեն ինչ սկիզբ, այս մեկն էլ իր ավարտ ունի։ Ու ամեն ինչ սկսվեց հենց այսպես։ Քանի որ իմ նպատակն է մի օր ձեզ հետ միասին ստեղծել համահայկական լրատվական մեծ գործակալությունը, որը կսպասարկի մեր ազգային շահերը ամբողջ աշխարհում։ Խնդրում եմ բաժանորդագրվել YouTube ալիքին, դառնալ դրա հովանավորը, բաժանորդագրվել նաև Patreon հարթակում աջակցելու համահայկական լրատվական գործակալության ստեղծման։ Աջակցեք, եթե կարող եք, որ միասին ստեղծենք համահայկական լրատվական գործակալությունը առնվազն 10 լեզվով, ապահովելու մեր պետական ու ազգային շահերի սպասարկումը համաշխարհային տեղեկատվական դաշտում։ Հիշեցնեմ, որ ես այս պահին աշխատում եմ համահայկական լրատվական գործակալության ձևավորման ստեղծման նախագծի շուրջ, որը դառնալու է բոլորիս լրատվական հարթակը աշխարհի գրեթե բոլոր երկրներում,
Առնվազն 10 լեզուներով հույս ունեմ, որ ձեզ հետ միասին մենք հնարավորություն կունենանք այդ գործակալությունը իրականություն դարձնել եւ Հայաստանի ազգային ու պետական տեղեկատվությունը հասանելի դարձնել աշխարհի բոլոր ծայրերում։ 2.5 տարի համառորեն գնալով նպատակին վերջում հասա այն կետին, որտեղ հանդիպեցի մեր նախագծի մեկենասին։ Հիմա կասեք, անունը տուր, դու անունն ասա։ Չեմ տալու։ Գիտեք, կան մարդիկ, որոնք մի կիսատ ու անպետք գործ են անում, բայց իրենց անունը ոսկե տառերով ամեն պատահած պատի վրա գրում են։ Եվ կան մարդիկ, որոնք լավագույնն անելիս լռում են, վստահ լինելով, որ լավն անելիս ծափահարությունների կարիք չունեն։ Նման համախոհի հանդիպելը ինձ համար մեծագույն ձեռքբերում էր, քանի որ չկար որևէ քաղաքական հիմք ու նպատակ։ Մեր ճանապարհները խաչվեցին ու մենք պայմանավորվեցինք ապացուցել ինքներս մեզ, որ նման գործիք հնարավոր է ստեղծել բազմալեզու լրատվական գործակալություն։ Այդ համախոհությունն էլ ձևավորեց այս կառույցը։ Անուններ նորից ու նորից չեմ հնչեցնում, քանի որ կրկնում եմ, կան մարդիկ, որոնք ծափահարություններ չեն սպասում, երբ բաժանավոր գործ են անում։ Անհավատալի էր ինձ համար, որ նման բան առհասարակ հնարավոր է հայկական իրականության մեջ։ Սկզբում այո, որովհետև ինքս էլ տարիներ շարունակ դիտարկել եմ, թե ինչպես է մեդիան աշխատել քաղաքական շահերի սպասարկման համար։ Իսկ ինձ իմ համար կոչերի արդյունքում փաստորեն հնարավորություն էր տրվում ոչ թե քաղաքական, այլ պետական նախագիծ կայացնել ու պատասխանատու լինել բացառապես սեփական խղճի առաջ։ Նպատակն էր ապացուցել, որ նախ բազմալեզու միջազգային լրատվական գործակալությունը Հայաստանին պետք է օդի ու ջրի պես, այն էլ 2022-23 թվականներին, երբ կար արտաքին լրջագույն սպառնալիք, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական առումով։ Եվ հետո պետության տեղեկատվական անվտանգության խնդիրներ սուր դրված։ Եվ եթե պետությունը չէր կարողանում այդ ժամանակ արձագանքել այդ սպառնալիքներին, հաշվի առնելով ծանր վիճակը, ապա պիտի անենք մենք, անհատներս։ Սրանից բխեց որոշումը։ Եթե պետությունը չի հասցնում, չի կարողանում կամ չի ցանկանում, կանենք մենք ու կապացուցենք, որ այս գործիքը իրապես անհրաժեշտ է Հայաստանին եւ սրանից հետո ամեն ինչ սկսվեց։ Մենք դեռևս ամբողջությամբ չենք տեղափոխվել ու այս նկուղը, ինչպես տեսնում եք, մեր առաջին կանգառն էր։ Շատ շուտով մենք այլ կանգառներ ենք ունենալու։ Ես այստեղ ունեմ ընդհանրապես մեկ պիջակ, որը նախատեսված է բոլոր դեպքերի համար։ Ինքներդ զգացած կլինեք, ֆորմալության տեսանկյունից մենք նպատակ չենք դրել գերֆորմալ հեռուստաընկերություն ձևավորել, ինչպես Հին Կորեայում, օրինակ, Կիմ Չին Ինի պրոպագանդան է զբաղվում կամ Ռուսաստանի Դաշնությունում ՈՒՌՏ-ն է զբաղվում, այլ ձևավորել մի մեդիա, որի շրջանակում դուք հարազատ կհամարեք յուրաքանչյուր մեկինով կհայտնվի եթերում, այո, մենք շեշտը դրել ենք նրա վրա, որ մենք ձեզ համար օտար չպիտի լինենք։ Ու սկսեցինք հավաքել յուրայիններին, մարդկանց, որոնք ոչ թե ուղղակի կգային աշխատելու մեզ մոտ աշխատավարձի համար, այլ կջանային հանուն գաղափարի։ 2024-ի առաջին ամիսներին մենք տեղափոխվեցինք քաղաքի ծայրամասային համայնքներից մեկում մի փոքրիկ գրասենյակ, մի նկուղ ու երկու փոքր հարկ։ Այդտեղ էլ մտագրողներով որոշեցինք ով ենք, ինչ ենք ուզում եւ ուր ենք շարժվելու։ Այդ շարժի ճանապարհին մեզ միացան մեր առաջին ընկերները, ըստ էության նախագծի համահիմնադիրները, որոնք մարաթոնը սկսեցին մեզ հետ միասին։ Մի մոնտաժող, մի պրոդյուսեր, մի օպերատոր, մի սցենարիստ ու անիմատոր, հետո հիմնադրամ, որը պիտի դառնար նախագծի հովանավորների կողմից մեզ ուղղված աջակցության միջոցը։ Մեր թիմի միջին տարիքը ի դեպ 25-ից 35, գուցե 40 է, այսինքն մենք բավականին երիտասարդ ենք։ Մենք բոլորս երիտասարդ էինք, ամբիցիոզ, վստահ, որ կարող ենք պետության համար մեր ուժերով անել ավելին, քան կանեինք անջատ։ Մենք քննարկում էինք, վիճում էինք, գալիս էինք ընդհանուր հայտարարի ու առաջ էինք շարժվում։ Սխալվում էինք, անդադար խորհուրդներ էինք հարցնում ավելի փորձառուներից, բայց վստահ էինք, որ չհաջողելու տարբերակ չունենք, քանի որ նախագիծը մերը չէ, համահայկական է։ 2022-23 թվականների լարված ծանր պատերազմական իրավիճակում ել ավելի համոզվեցինք, որ գործակալության գործունեությունը ոչ թե ուղղակի մի խումբ ջահելների ցանկություն էր, այլ ծայրահեղ անհրաժեշտություն պետության համար։ Մտածում էինք, որ ծառայությունները առաջինը հիմնենք, որ լեզուներն են առաջնային, ինչ օրակարգ ենք տալու այդ ուղղություններով։ Զուգահեռ մեր համախոհների ու մեկենասի շնորհիվ պատվիրում էինք տեխնիկական միջոցներ, տեսախցիկներ, համակարգիչներ, լույսեր, գույք։ Ժամանակը առաջ էր գնում, մեր թիմը մեծանում էր։ Ու ինչ որ պահի մենք հասկացանք, որ փոքրիկ շենքում անհնար է այլևս տեղավորվել ու մեր աջակիցների մեկենասի շնորհիվ մենք տեղափոխվեցինք ավելի մեծ գրասենյակ ու անցանք դրա կահավորման գործին։ Այս շենքն արդեն
իրապես համապատասխանում էր համահայկական լրատվական գործակալության մասշտաբներին։ Այն ուներ ծավալուն տարածքներ, մեծ ու միջազգային մեդիային հարիչ տաղավարներ կառուցելու համար, բավարար աշխատանքային գոտիներ Հայաստանը միջազգային տեղեկատվական դաշտում ներկայանալի դարձնելու համար։ Շինարարությունը սկսվեց, անձնակազմը ել ավելի մեծացավ ու մենք արդեն գնում էինք ոչ թե ուղղակի լրատվական գործունեության ձևավորման, այլ լիարժեք մեդիա ալիք ձևավորելու ուղղությամբ։ Ու մեր անձնակազմում ուղղակի աշխատողներ չէին, կրկնում եմ, այլ անհատներ էին, մարդիկ, գաղափարակիցներ, համախոհներ, վերջապես ոլորտում տարիների ընթացքում միասին ճանապարհ անցած մասնագետներ, որոնք գիտակցում էին, թե ինչ նպատակի համար են մեկտեղվել։ 2025-ի մայիսի 28-ին մենք մտանք մեր առաջին եթերը։ Այսօր մայիսի 28-ի Երևանի ժամանակով 19:15 րոպեին Հայաստանի երրորդ հանրապետության անկախ սերունդը մի խումբ համառ հայրենասեր պետականության նվիրյալ երիտասարդներ համախմբվեցին պետության ղողանջների ներքո ազդարարելու համազգային նշանակության ինստիտուտի հիմնադրման մասին, որի գերակա նպատակն է հայոց քաղաքակրթության, հանրապետության ու դրա բացառիկ շահերի օրակարգերի ղողանջի ձայնն աշխարհին հասցնել։ Մեծ առաքելության հիմքում միշտ ամուր գաղափարն է։ Այդ ամուր գաղափարը կիսող մի խումբ երիտասարդներ 2024-ին մեկտեղվեցին ստեղծելու մի հարթակ, որը կդառնա հայկական օրակարգի, քաղաքակրթության եւ արժեքների ձայնը ողջ աշխարհում։ Դրվեց բազմալեզու միջազգային լրատվական վերլուծական գործակալության հիմքը Reopen Media-ի գաղափարը։ Նպատակն էր թափանցիկ, վերլուծահեն եւ ստուգված տեղեկատվություն տարածել Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ, շեշտը դնելով հայկական քաղաքակրթության ու պետականության հարատևման վրա։ Անհավանական էր թվում։ Հայաստանում որևէ մեկը չէր նախաձեռնել նմանօրինակ միջազգային լրատվական ռեսուրս ստեղծելու գործ, սակայն քանի որ կա հստակ տեսլականը, մնում էր միայն գործել։ Հայաստանը 5 տարվա հեռանկարում պետք է ունենա առնվազն 10 լեզվով հեռարձակող միջազգային գործակալություն, որը պետք է ծածկի շուրջ 1 միլիարդանոց լսարան ողջ աշխարհում եւ մշտական թղթակցային ներկայություն ապահովի աշխարհաքաղաքական ամենաառանցքային կենտրոններում, տեղավորվելով միջազգային ամենախոշոր մեդիա գիգանտների կողքին, ու այս ամենը հայկական օրակարգերը աշխարհի հետ կիսելու համար։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տեղեկատվական հոսքերը ոչ միայն լուսաբանում, այլև հաճախ ձևավորում են նոր իրականություն։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հիբրիդային պատերազմները վաղուց դարձել են միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական գործընթացների անբաժանելի մասը։ Ցանկացած հավակնոտ նախաձեռնության հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն ներքին ներուժով, այլև հուսալի գործընկերների եւ համախոհների լայն շրջանակի առկայությամբ։ Մեդիա ոլորտում, որտեղ գաղափարների փոխանակումն ու ռեսուրսների համատեղումը կենսական նշանակություն ունեն, ռազմավարական համագործակցությունները դառնում են զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Reopen Media-ն իր գործունեության հենց սկզբից առաջնորդվել է այս սկզբունքով, ձգտելով կառուցել ամուր եւ փոխշահավետ կապեր, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ինչպես մեր թիմը սկսեց ձևավորել իր գործընկերային ցանցը, ինչպիսի առաջին շոշափելի հաջողություններ արձանագրեց այդ ճանապարհին, եւ ինչպես այդ գործակցությունը ոչ միայն ամրապնդեց մեր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այլև ուրվագծեց մեր հետագա զարգացման հեռանկարներն ու նոր հորիզոնները։ Կերկրում եմ, էլ չեմ ասում, թե ինչեր էին խոսում մեր մասին առաջին օրերին։ Էլ եկել են 2026-ի ընտրություններից առաջ ինչ-որ մեկի քաղաքական շահերը սպասարկելու։ Էլ փորձելու են անդիմադիր դաշտում տեղավորվել։ Էլ որ մենք իշխանական ենք ու ուղիղ կառավարությունից ենք փող ստանում։ Մի խոսքով, կոնսպիրոլոգիան գործում էր ակտիվ, բամբասանքներն էլ անպակաս չէին։ Հիմա այդ կարծիքները հնչեցնողներին ուղիղ հարց եմ տալիս, բա որ քաղաքական նպատակով ստեղծված ալիք էր սա, որ այսքան արագ ու այսքան կարճ ժամանակահատվածում նման ազդեցություն ձեռք բերեց, կփակվեր ընտրություններից ընդամենը 6 ամիս առաջ։ Այդ որ քաղաքական խելոքներ, որ իր ձեռքով կքանդեր նման ռեսուրսը։ Պատասխաններն էլ թողնում եմ նույն մարդկանց, ովքեր նման հարցեր հնչեցնում են։ Բայց մենք չէինք խորանում այդ զազրախոսությունների մեջ, ուղղակի աշխատում էինք։ Ամեն օր հավաքվում ու ինքնուրույն մեր տեղեկատվական օրակարգն էինք ձևավորում։ Մեզ չէին զանգում իշխանության տարբեր աշտարակներից աշխատակիցներ ու հրահանգում անել այս կամ այն բանը։ Մեզ հրահանգներ չէին տալիս ընդդիմադիր դաշտի երևելիները, այսպես կամ այնպես վարվել այս կամ այն թեմայի շուրջ։ Մենք լրիվ ազատ էինք։ Սա հավանաբար ինքնին խնդիր էր։ Մի խումբ երիտասարդներ իրենք ինքնուրույն են կերտում նոր մշակույթ ձևավորող մեդիան ու առաջնորդվում բազմակողմանիությամբ։
Մենք մեր եթեր էինք հրավիրում եւ իշխանականներին եւ ընդդիմադիրներին եւ անկախ փորձագետներին։ Մենք ներգրավում էինք փորձագետների հարևան երկրներից։ Դառնում էինք նրանց խողովակը դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի իրենց երկրներ։ Եթե 10 լեզվով գործակալություն ձևավորելու մեր նպատակը պիտի իրականություն դառնար 5 տարվա հեռանկարում, ապա մենք որոշեցինք շտապել ու արդեն գործունեության 3-րդ ամսում եթեր էինք հեռացակվում բազմաթիվ լեզուներով՝ մեր վրացալեզու, ադրբեջանալեզու, պարսկալեզու, ֆրանսալեզու, անգլալեզու, թուրքալեզու ու ռուսալեզու ծառայությունների թողարկումներով։ Կես տարում արդեն ընդհանուր 8 լեզվով գործող լրատվական ցանց։ Մենք ազատ էինք զրուցել, հաղորդակցվել, աշխատել բացարձակապես բոլորի հետ։ Ու կարճ ժամանակահատվածում մենք արագ դիրքավորվեցինք, դարձանք ճանաչելի հարևանների ու հեռավոր բարեկամների շրջանում, իսկ տեղի քաղաքական դաշտի համար Reopen-ը սկզբում շարունակում էր մնալ դեռևս անվստահելի ինչ-որ կառույց, քանի որ գուցե կարծում էին նրանք քաղաքական դաշտի ներկայացուցիչները, եթե չկա քաղաքական շահ, ապա ինչու է անհրաժեշտ առհասարակ այսքան ջանքներ դնել ու նման կառույց հիմնել։ Չէ՞ որ մենք սովորենք, որ լրատվական ծառայությունների ու ռեսուրսները հիմնվում են բացառապես քաղաքական նպատակներով, իսկ պետականամետ նշանակության մեդիա հիմնելու համար որևէ մեկը ռեսուրս չի ներդնի, որովհետև մեջ բան չկա։ Օգուտ չկա, օգուտը ո՞րն է։ Մեզ հյուր էին գալիս մտավախություններով ու հարցերով, փորձում էին պարզել, ինչպես է հնարավոր նման ալիք հիմնել ու այսքան աշխատանք անել պարզապես Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ողնաշարն ամրացնելու համար։ Մենք շատ ապացույցներ չէինք էլ փնտրում ընկերներ, ուղղակի աշխատում էինք, լուր աշխատում էինք։ Ինչպես հաճախ է պատահում, ամեն ինչի պատասխանը տալիս է ժամանակը։ Խոսողները խոսում էին, մենք էլ շարունակում էինք գործել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն պետության անվտանգության, հանուն մեր ընդհանուր ապագայի։ Ու այդ համոզմունքը 6 ամսում մեզ բերեց հավատարիմ մեծ լսարան։ Հիմա մի քիչ թվերի մասին։ 122,000 բաժանորդ ու մոտ 200 միլիոն դիտում 6 ամսվա ընթացքում մեր բոլոր հարթակները։ Մեր YouTube-յան ալիքը դարձավ Հայաստանում ամենաարագ աճ գրանցած ալիքը վերջին 6 ամսվա կտրվածքով։ Շուրջ 45,000 բաժանորդ ու ընդհանուր 35 միլիոն դիտում միայն YouTube հարթակում։ Մեր եթերները դիտում էին 100,000-ավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ այլուր։ Մեր օտարալեզու առանձին ալիքներն արդեն իսկ ունեին շուրջ 5,000 բաժանորդ միասին վերցված։ Մեզ դիտում էին Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Ֆրանսիայում։ Այս նախագիծը միակն էր մեր տարածաշրջանում, որն ապահովում էր հարավկովկասյան 3 երկրների ու միաժամանակ տարածաշրջանի մեծ հարևանների Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի տեղեկատվական դաշտում տեսանելի հայկական ներկայությունը։ Մեր որոշ օտարալեզու ալիքների լրատվական վերլուծական հաղորդումների դիտումներն ավելի շատ էին, քան տեղական հայալեզու ալիքների լրատվական որոշ եթերների դիտումներ։ Մեր օտարալեզու ծառայությունները դարձել էին հարևանների շրջանում այնքան տեսանելի, որ մեր մեկնաբանություններից մեծ ջանք չէր պահանջվում մեր եթեր հրավիրել վրաց, իրանցի, ռուս, ֆրանսիացի կամ անգամ ադրբեջանցի փորձագետներ։ Ավելի հեղինակավոր իմ կողմից շատ հարգելի հետք պարբերականը մեր 6 ամսյա գործունեության արդյունքներով մեդիա մոնիտորինգ իրականացնելուց հետո մեզ դասեց ըստ էության այս պահին ամենաազդեցիկ լրատվամիջոցների շարքում ըստ էության տալով իր գնահատականը մեր գործունեությանը։ Մի խոսքով անիրատեսական թվացող երազանքը դարձել էր նպատակ, իսկ նպատակը հաղթահարվել էր։ Հիմա տրամաբանորեն հարց է առաջանում, թե ինչու է Reopen-ը իր այս տեսքով դադարեցնում իր գործունեությունը։ Կրկին արդեն բազմաթիվ հոդվածներ են լույս տեսել որոշ վայր զանգվածային լրատվության միջոցներում ու դատարկախոս գրչակների կրկին դավադրություններ են փնտրում այս ամեն ինչում։ Սկզբում նախագծի մեկնարկն էին քաղաքականացնում, իսկ հիմա ավարտը։ Իրականում ամեն բան շատ ավելի տրիվիալ է, քան կարող է թվալ։ Այս նախագիծը մեծ մասշտաբային նախագիծ է, որը պիտի իրականացվի ինստիտուցիոնալ մակարդակում։ Այո, մենք վստահ էինք, որ հնարավոր է լինելու կարճ ժամանակահատվածում ցուցադրել ու ապացուցել նման գործիքի արդյունավետությունը հանրապետության համար, եւ սա ինքնին ազդակ կդառնար ապահովել դրա հարատևությունը տարբեր միջոցներով։ Բայց միայն անհատների ջանքերով նման նախագիծը երկար պահպանելը դառնում է այլևս անհնար։ Ահռելի միջոցներ են անհրաժեշտ պետական նմանօրինակ քարոզչական մեքենա ունենալու համար։ Այն պահանջում է իրապես զգալի ներդրումներ, որոնք հավերժ լինել ուղղակի չեն կարող։ Այստեղ պետական ինստիտուցիոնալ մոտեցում է պետք, համակարգային մոտեցում։
Երբ դու չունես քաղաքական նպատակներ, չունես նպատակ վնասել ինչ-որ մեկին ու առաջնորդվում ես հանուն Հայաստանի Հանրապետության սկզբունքով, դժվար է ջրի վրա պահել նման մեծ կառույցը։ Ինչ-որ փուլում մենք պիտի գտնեինք ավելի լայն համախոհություն այս նախագծի շարունակականությունը ապահովելու համար։ Սակայն այս ծավալով անհատների ուսերին հավերժ մնալ այն ուղղակի չի կարող։ Հիմա այս ալիքը որոշակի դադար է ունենալու, հենց այս ալիքը, որով դիտում եք, Reopen Media-ի ալիքը, YouTube-յան ալիքը եւ մնացած հարթակները, բայց վերադառնալու է մեծ լսարանին արդեն վերաֆորմատավորված տարբերակով, ոչ այն բովանդակությամբ, որով հիմա կա, լրիվ այլ բովանդակություն է լինելու։ Այդ բովանդակության մեջ չեն լինելու վերջին 6 ամիսների ընթացքում ձեզ հայտնի դարձած դեմքերը, այն ունենալու է այլ սկզբունք ու հիմնված է լինելու ոչ լրատվական կոնտենտի ձևավորման վրա, սակայն միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու բազմալեզու տեղեկատվության տրամադրումը այլ ձևաչափերով ու այլ հարթակներում։ Բնավ չենք հեռանում ոչ մենք, ոչ էլ այս հարթակը, բայց այն այլևս նախկին տեսքը չի ունենալու։ Մենք չենք հեռանում առհասարակ, մենք պարզապես լքում ենք այս ձևաչափը, գնալով մեկ այլ ձևաչափ։ Այ հիմա կցանկանայի լսել բոլոր բամբասկոտներին, որոնք մեզ հետ ասես կապեցին։ Բացել եք, քննարկել եք, փակվելն էլ կքննարկեք, բայց վերջնարդյունքում կմնա իրականությունը։ Մի խումբ երիտասարդներ գտնելով համապատասխան համախոհություն հիմնեցին Հայաստանի առաջին բազմալեզու լրատվական միջազգային գործակալությունը։ Ապացուցեցին, որ հնարավոր է հանուն արժեքների, հանուն գաղափարի, հանուն միասնության, հանուն Հայաստանի Հանրապետության ստեղծել անհավատալի թվացող մի համակարգ։ Իմ կողքին, իմ թիկունքում հավաքված են բացառիկ մարդիկ, թիմ, որն ունի ուժ, հավատ իր հայրենիքի նկատմամբ, առանձնահատուկ սեր եւ շարունակելու է իր բարդ գործը, բարդ, բայց պատվաբեր գործը։ Այս մարդիկ ամիսների ընթացքում մի թելի վրա հատիկ հավաքված մարգարիտներ են, ամեն մեկը շատ անգին։ Ամենակարևորն ինչ ձեզ բերեցինք մենք բոլորս, հենց իրականում մենք ենք։ Մենք գտանք իրար նմաններին, գտանք ուժը, միջոցը, կարողությունը, հավատը, որ համատեղ ունակ ենք անել անհավատալի։ Մարդիկ են կարևորը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ընկերներին, որոնք իրենց կյանքի այս կարևոր ժամանակը կիսեցին այս կարևոր նպատակը հաղթահարելու համար։ Ժամանակը երկար չէր 6 ամիս ընդամենը, բայց այդ 6 ամսը ես վստահ եմ մեր աշխատանքային գործունեության ընթացքում հիշելու ենք իբրև լավ ամիսներ։ Դրա համար ուզում եմ, որ բոլորով ծափարենք նախ եւ առաջ մեզ։ Տխուր հանդիսավորություն է, ու այս տխուր հանդիսավորությունը պետք է մի քիչ երանք տալ, որովհետև մեզ հետ իրենց ճանապարհը սկսեցին նաև մեր երիտասարդ լրագրողները, որոնք 6 ամսյա դասընթացներ անցան մեր ակադեմիայում եւ 6 ամիսների ընթացքում էլ ապացուցեցին, որ իրենք դաշտում տարբերվող մասնագետներ են եւ փայլում են իրենց անաչառությամբ, օբյեկտիվությամբ եւ հիմա, քանի որ իրենք 6 ամիսների ընթացքում մասնակցել են դասընթացներին, ես վստահ եմ, որ ավելի ավագ մասնագետները դեմ չեն լինի, որ ավելի կրտսեր մեր ընկերներին, հանձնենք իրենց սերտիֆիկատները։ Մոնիկա Հայրոյանին ենք հանձնում սերտիֆիկատ առային, որ ինքը մասնակցել է ազգային ցանց մեդիամշակութային հաղորդակցության հարթակի կողմից կազմակերպված դասընթացներին։ Աննա Հարությունյանին ենք հանձնում իր սերտիֆիկատը։ Ես վստահ եմ, որ այս փայլուն մասնագետները իրենց տեղը շատ արագ գտնելու են մեր մեդիա դաշտում։ Դավիթը Գենջյան մեր գործընկեր որոշեց չմասնակցել փարթիին, բայց մենք իրեն կփոխանցենք եւ Մերի Դանիելյանին, մեր արցախցի բարեկամ հիասքանչ, ով եւս մեր 6-ամյա դասընթացներին մասնակցեց։ Եվ մի լավ գործընկեր ունենք Սիմոնը Հովանիսյան, որը մեկ այլ մեդիայում արդեն աշխատանքի է անցել ու վստահ եմ հասցրել եք սիրել բոլորին։ Տասնյակ ազնվագույն անհատականություններ, որոնք ունեն մեծ նպատակներ եւ ուրախ եմ, որ կյանքիս այս շրջափուլը նրանց հետ կիսելու հնարավորություն եմ ստացել։ Կուզենայի բոլորի անունները նշել անհատապես, բայց եթերի վերջում նրանց անունները կտեսնեք արդեն տիտրերում։ Մարդիկ, որոնք ստեղծեցին ունիկալ մի նախագիծ։ Այս մարդիկ նվիրալներ են ֆանտաստիկ անհատականություններ, ու հիմա վստահորեն կարող եմ ասել, որ ավելի հզոր թիմում աշխատելու հնարավորություն երբևէ չեմ ունեցել։ Սա լավագույն թիմն է, որ ես ճանապարհ եմ կիսել, մինչև օրս իմ կյանքի լավագույն թիմը։ Շնորհակալ եմ բոլորիդ եւ առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հավատացին, ովքեր հասկացան, որ Հայաստանում հնարավոր է հիմնել բազմակողմանի, օբյեկտիվ, բազմալեզու միջազգային լրատվական գործակալություն, եւ սա բնավ ավարտը չէ, սա սկիզբն է։
Ապրեք, սիրուններ։ Վերջ ազատ եք պավիլյոնը։